Եվ այսպես Լիլիա այսօր ռուսական Ռոսսելխոզնադզորը հայտարարություններ տարածել, որում նշվում էր, որ մտահոգված են Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարումների հաճախակիացած խախտումներով եւ այդ գերատեսչությունը նշում է, որ հունիսի 16-ից կարող է ժամանակավոր սահմանափակվել Հայաստանում աճեցված ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Եթե իհարկե մեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, եթե չեմ սխալվում, իհարկե ձևակերպման մեջ չհասցնի կամ այդ փոփոխությունները, խախտումները չվերացնի, ինչ կկորցնենք մենք, եթե իսկապես դադարեցվի Հայաստանից ներմուծումը, ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Արփինե, իրականում խնդիրը իհարկե կա, մտահոգիչ է, ինչ կկորցնենք դժվար է ասել, որովհետև նախ մենք այսօր գործ ունենք ռուսական տեսչական մարմնի կողմից ահազանգի հետ եւ չի բացառվում, որ այդտեղ այդ տեխնիկական բոլոր պարամետրերը շտկվեն եւ այլն առնվազն նշվում է, որ պետք է որոշակի շտկումներ արվեն։ Ինչ կկորցնենք մյուս հնարավոր գնահատման չափորոշիչը, դա ինչքան ժամկետով ուրեմն սահմանափակվի, այն որ ունենք կորցնելու բան, իհարկե ունենք, պարզապես հիշեցնեմ, որ հատկապես վերջին շրջանում մենք Ռուսաստան ծաղիկների մատակարարման մասով առաջատարներից էինք եւ իհարկե դա մեզ համար կարեւոր շուկա է, մեծ շուկա է։ Ընդհանուր առմամբ չի բացառում, որ սա իսկապես պարզապես տեխնիկական խախտումների հայտնաբերում է, պարզապես այսպես փոխադարձ աշխատանք է, որը կհարթվի կգնա, իդեպ վերջին շրջանում տարբեր մթերքների եւ սննդամթերքի եւ այլնի մասով հաճախակիացել են, որոշակի նման ահազանգերը։ Ամեն դեպքում սա իրականում գլոբալ ահազանգ է, եւս մեկ անգամ հիշեցնող մեզ համար այդ շուկայի թողնենք սիրում ենք, չենք սիրում, նախընտրում ենք եւ այլն, փաստացի օբյեկտիվորեն այդ շուկայի մեզ համար կարեւորությունը եւ այդ ուղղությամբ թեկուզ կարճաժամկետ խնդիրների առաջացումը արտահանողի համար իսկապես լուրջ ռիսկեր եւ վտանգներ կարող է առաջացնել, պարզապես հիշեցնենք կաթնամթերքի հետ կապված վերջին 1.5 տարի առաջ մոտավորապես, եթե ժամկետներում չեմ սխալվում, առաջացած խնդիրը եւ վնասները, որոնք իրականում զգալի էին նույն արտահանողների համար։